Բայց միջև այդ պայքարողների համար աղոթեք, որ այդ պայքարողները ազատագրեն Հայաստան նաև ձեր եւ ձեր ընտանիքների համար, նիկոլականներ, որովհետեւ դուք բանալիով բացում եք այդ դուռը, որ գան շուտ հանձնենք։ Դուք աղոթեք այն մարդկանց համար, ովքեր պայքարում են ՔՊ-ի եւ Նիկոլի դեմ եւ ձեր դեմ, աղոթեք, որովհետեւ եթե այդ մարդիկ չլինեն, մեկ է, այդ մարդիկ եթե չլինեն, դուք առաջին հերթին ձեզ հետ են վարվել ունեն, ոնց որ սովորաբար թուրքերը վարվում են։ Իմիջիայլոց այս փուլում այս մարդը խաղաղությամբ շարունակում է խաբել, Ադրբեջանում որոշեցին ցմահ դատապարտել։ Ահա, այսպիսի խաղաղություն ավելին Ալենը հարցազրույց է տվել եւ ասել է, որ հələ դեռ տարածքներ կան, որ ադրբեջանական է, աչքներդ լույս, այս իշխանությունը պատրաստվում է նոր տարածքներ հանձնելու։ Իմիջիայլոց այդ թշվառ բալաները, որ մի հատ կար Մհեր Արմենիա էր, Մգեր Արմենիա էր, Նարեսոսեն ճիշտ ասեց, ինքը արդեն Մգեր Ադրբեջան է դարձել, ուրեմն ինչա կոչվում է հաղորդումը, Armed Comedy, հա, ես դրանց երբեք լուրջ չէի վերաբերվում, բայց դե տենց այդ տիպի խախուտ տղերքի նկատմամբ Միքայել Մինասյանը ոնց որ սեր ուներ ու հնարավորություն էր տալիս դրսևորվեին, կայանային, հեղինակություն ձեռք բերեին, հայտնի դառնային, գիտեք, Արմյուզով հաղորդաշար ունեին, փաստորեն սրանք Մհեր Արմենիայի այդ բանն են, էլի, այդ տիպաժներն են, այն թշվառ բալեկից են, որ լավ ռեկլամ են անում նիկոլականներին, Նիկոլենց ու հայտնվում են, այսպես ասած, այդ թրքամետ դավաճան ուժերի բանը կողքին եւ դառնում են ավելին դրանց արդեն ներկայացուցիչ եք դառնում, որտեղ ներկայացուցիչներին նենց եք փայփայում, շոյում, խաղեր տալիս ձեր եթերում, որ դա անգամ իրանց եք էլ այնքան զզվելի եք, որ անգամ գերազանցում եք դրանց, որտեղ դրանք բան չունեն, այդ տղերքի համար իրանց եթերում են ասել, սրանք սկսել են շատ բան ձևով եթերներ տրամադրել կառուն ԿՊԱ-ականներին, երկիր ծախողներին եւ իրանց եթերում հանգիստ խոսում են նոր տարածքներ հանձնելու մասին։ Ես այդ բական ծանր է, որտեվ տարածքների անվարումը չի տրվել։ Այդ նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ ամբողջ շրջաններում գյուղացիները մտածեն, այդ կարող է իրանց տարածքներից, գյուղնշանակության հողատարածքներ, գերեզմաններ, եկեղեցիներ, հա, տաներ, ինչ են տալու։ Այդ հələ որ հիմա Ալենն ասում, չէ, 100-ից 140 կիլոմետր։ Հələ Ալևը չի ասում 100-ի փոխարեն, ասենք 10,000 դիտակ։ Այդպես մաս տանում են։ Դե ունենք այն ինչ ունենք, նույնպես եմ ասում, ես կորուստների ընթացքը այնուամենայնիվ նորից եմ կրկնում, ես մեր խոսակցության մեխեջ Վաղաշապատի համայնքապետի ընտրություններ ինքնին ցույց տվեց, որ կա լուրջ դիմադրություն եւ այդ դիմադրությունը դեռևս իր մեջ չի ներառել Հայաստանում անդիմադիր բոլոր ուժերին։ Անհրաժեշտ պահը գալու է։ Ճիշտ, քարոզությունը կազմակերպի բաց թողումները նաեւ այդտեղ պետք է հաշվի առնեն։ Բոլոր ուժերը իմանան ինչպես են ընդհանուր հարթակի վրա կանգնելու, իրար չխանգարելով, իրար լրացնելով եւ ճակատամարտի օրը որ գա հաղթանակը իրան սպասեցնել չի տալ։ Ու գիտեք ինչի համար, որտեվ իրականում այն ինչի մասին մենք խոսում ենք, ոչ թե որ մենք ենք խոսում, դա համար է դա ճշմարտություն, այլ որտեղ մենք խոսում ենք, որտեղ մեր խոսքը այս կամ այն ձևով հայնիկի պաշտպանությունն է, հավատի պաշտպանությունն է, իսկ դա աստվածահաճո է, իսկ Տերը ասում է, մեկը ինձնով ավելի զորավոր է, քան աշխարհը։ Հետեւաբար հաղթանակը ինքնին դե ֆակտո արձանագրելու մեջ է։ Մենք այդ հաղթանակի ճանապարհի մեջ ենք, հասկանա։ Եվ նորից հետևություն, հա, նորից կրկնեմ, որ հետևություն անեն նախագահները, ոչ թե այդ եւ պարոն Վանեցյան այդ հարթուկած քաղ տեխնոլոգներին լսեն, այլ միս ու արյուն ունեցող իրական պայքարող քաղաքական տղաներին, ովքեր որ 7 տարի է պայքարի մեջ են, հնարավորինս շատ խոսել, հնարավորինս շատ գալ առաջին պլան, շարունակել պայքարը եւ ես կասկած չունեմ, որ նրանք բոլորը միավորված կանգնած են հայ առաքելական եկեղեցու կողքը, այսինքն մեր բոլորի կողքը, բոլորը կանգնած են։ Իմ առաջարկես ուժի մեջ եմ պահում եւ հորդորում եմ եւ Սևակին եւ Անդրանիկին անպայման այդ կազմակերպել եւ իրենց ընտրողներից շնորհակալություն, նաեւ զորակցություն մեր եկեղեցուն, նաեւ այստեղից եթե մեծ հավաք լինի, այսինքն մեծ հաշվով այդ շնորհակալությունը շատ բնական է ու շատ նորմալ է։ Շնորհակալությունը կարող է Սևակնել, Անդրանիկներ անել հավաքի ենթադրենք ինչ որ հրապարակում,
բայց երբ որ ես ասում եմ մայրաթորի բաց խորանը, այս նշանակում է, որ նաև ի զորակցություն մեր եկեղեցու։ Երևանից էլ այլ մարզերից էլ կգան, քանի եղանակները առանձնապես շատ ցրտոտ չի, անձրևների մի որոշ փուլ դուրս գա, արա կազմակերպեն, դե ուժի ցուցադրությունը տեղ էլ է ուժի ցուցադրություն։ Այդպես։ Շնորհակալություն։